Սև է հագել Չարենցավանը։ 21-ամյա Ռուբոյի մահվան թափորի առջևում 5 սև բրաբուսներ են։ Ամեն մեկի վրա տղայի անվան մի տառն է պսակված ծաղիկներով։ 5-րդի վրա տղայի տարիքն է։ Դժվար բան է, էլի ջահել երեխեք են չեն հասկանում, իրար չես հասկանում պատճառն ինչա։ Ուղղակի շատ հուզվում եմ, որտես բաներ եմ լսում, 5 երիտասարդ մեղք են էլի։ Դեռ ոստիկանական ժապավեններ են փաթաթված Չարենցավանի գինած հոլ ռեստորանի կողքի ծառերին։ Շաբաթ երեկոյան են 6 երիտասարդներ այստեղ ձեռքերով, քարերով իրար հարվածել։ Որպես հարևան երեխա, խելոք, ընտիր, ընտանիքի, դեր տղա, առանց կռվարար, այսքան վաղ չեմ տեսել, ինքը մեկին վնաս տա կամ կռիվ անի։ Շատ ընտիր երեխա էր, երկու աղբենը շատ ընտիր երեխեք են եղել, ընտանիքն լավ երեխեք են եղել, թեխ այդպես դժբախտությունն լավ չեմ կարած։ Ոստիկանությունը պարզել է, որ 21-ամյա Ռուբիկն է առաջինը դանակով հարվածել իր հասակակից համաքաղաքացուն։ Հետո վիճաբանության 6 մասնակիցներից 22-ամյա տղան դանակը խրել է Ռուբիկի սիրտը, դանակահարել ևս 3 երիտասարդի։ Ինչ որ ասում են արաբարի, ես ինչի մար ապեր բարի մար։ Քաղաքը խոսում է, որ ապե կամ արա ժարգոնային դիմելաձևն է եղել վիճաբանության պատճառը։ Դե երիտասարդները տաքար ունեն, ես ինչ ա եղել, մի քիչ անդուրարի բաներ էլ իսիկ, լավ բան չէր։ Կարելի էր ինչ-որ մեկի միսին զիջեին, ես դեպքերը չեր լինի։ Տաքարյուն երիտասարդների այսպիսի ընդհարում անգամ ամենատարեց չարենցավանցիները չեն կարողանում մտաբերել։ Կարան լեզվակավի մելնի ասենք, ոչինչ, խփեն իրար ձև, բայց սպանությունը շատ վատ բան է, շատ ահավոր վատ։ Ասում են որ սպանելա ինքն էլ է հիվանդալություն բարգած, չգիտեմ։ Երևա կրակում են ստեղ, դե նամնես լավ տղեկ հետ որ գնան տանեն սահմանով դեղ թուրքի դեմը բանեն, ոչ թե Հայը շատ բադ բան է, շատ։ Վատ բաները շատացել են, որովհետև չարենցավանցիների խոսքով իշխանությունը ոչինչ չի անում երիտասարդներին սև ճանապարհից հետ պահելու համար։ Իսկ կառավարությունը սա ձախողել է դաստիարակչական գործը դպրոցում դրսում իրապահել գործ չեն անում, սաղ նարկոտիկը կոխած, ոչ բարդակ է։ Առաջ տեսբանով այս 50 տարի ստեղ ապրում եմ, սպանություն բան տես բան դեպքեր չի եղել։ Շաբաթ օրվա սպանությամբ ավարտված վիճաբանության տուժածներին նախ Չարենցավանի բժշկական կենտրոնում են ընդունել։ Առնաշողախ տղաներն առանց կողմնակի օգնության ինչ-որ մեքենայով են հասել հիվանդանոց։ Ռուբիկը դեռ ողջ է եղել։ 2 ժամից ավելի պայքարել են բժիշկները նրա կյանքի համար, փրկել չի հաջողվել։ Խանոյան Ռուբիկ 2003 թվականի ծնված տղա, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, տեղափոխման համար հնարին, ոչ տրանսպորտաբել, տղայի մոտ կրծքավանդակի հատվածում եղել է կտրած ծակածվերք, ձախից, գիտակցությունը մթագնած, տեսանելի լորձաթաղանթները եւ մաշկը գունատ, շնչառությունը թուլացած, հատկապես ձախից խիստ թուլացած, պուլսը թելանման, 4 մյուս պացիենտները, որոնք եւս նրանցից 3-ի մոտ կրծքավանդակի հատվածում կտրածակած վերքերի առկայությամբ, իսկ մեկի մոտ ազդրի շրջանում։ Մյուս 4 երիտասարդներից 3-ին Չարենցավանի բժշկական կենտրոնը տեղափոխել է Երևան Միքայելյան հիվանդանոց։ Այնտեղից հայտնում են, որ երիտասարդներից 2-ն արդեն դուրս են գրվել, 3-րդի վիճակը միջին ծանրության է։ Սպանության, առողջությանը ծանր վնաս եւ միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով ձերբակալվել է Չարենցավանցի 22-ամյա տղան։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Վերջին 2 շաբաթում երկրորդ անգամ է, որ մեր երկրում վեճն ավարտվում է մահվան ելքով դանակահարությամբ։ Սպիտակում էլ էին 17-ամյա Գրիշայի սրտին հարվածել մի անհեթեթ պատճառով։ Տղան նայել էր համաքաղաքացու կնոջը, տղամարդու պատիվը խոցվել էր, նա գերեզմանատուն էր կանչել Գրիշային։ Եղբոր ու Զարմիկի հետ էր գնացել պարզաբանում ստանալու։ Հիմա կալանավորված է Զարմիկը, նա է ըստ ոստիկանության դանակահարել Գրիշային։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։